Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, բարև ձեզ։ Մենք հաճախակի ենք լսում հայ ազգի այս կամ այն մասնագետի մասին, որոնք ապրելով աշխարհի տարբեր ծայրերում պահում են կապը Հայաստանի հետ եւ բարբերաբար այցելություններով փորձում են նաեւ օգտակար լինել Հայաստանին։ Վիրաբույժ սրտաբան Լևոն Խաչատրյանն ապրում է Փարիզում, աշխատում Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցում եւ այս օրերին նա Երևանում է եւ հարցազրույցի տաղավարում ողջույն Լևոն։ Բարև ձեզ։ Ինչն է այս անգամ բերել Հայաստան։ Ճիշտ ասած, մասնավոր այց է այս անգամ կապված որոշ պլանների հետ, որոնց մասին դերևս կխոսվի ավելի ուշ, երբ որ իրականանան։ Խոսքը ձեր մասնագիտական գործունեության մասին, այո։ Հայաստանում ինչ որ բան անելու։ Այո, Հայաստանում ինչ որ մի բան անելու նշանակում է իմ մասնագիտության հնարավորության սահմաններում մտցնելու այն ինչ որ ինձ թվում է պակասում է այսօր Հայաստանում եւ փոփոխելու որոշ բաներ, որոնք կարծում եմ փոփոխվելու կարիք ունեն։ Իսկ ինչը տարավ Փարիզ, եթե դա կարելի է ասել այսօր։ Միշտ ինչ որ մի պահի ցանկացած աշակերտի կյանքում առաջանում է ուսուցչի տունը թողնելու անհրաժեշտություն։ Այդ անհրաժեշտությունն էլ ինձ տարավ Փարիզ։ Եվ ինչքան ժամանակ։ Արդեն 13 տարի։ Ֆրանսիացիները հետաքրքրվում են ձեր կենսագրությամբ։ Մոտ շրջապատը այո, ընկերները այո, բայց աշխատանքային իմաստով դա էական չի համարում Ֆրանսիայում։ Ձեր մասնագիտական հմտությունների, կարողությունների համար պետք է Ֆրանսիային պարտական լինել, թե Հայաստանն է դրել անկյունակարը։ Հիմքը դրվել է Հայաստանում իհարկե։ Այսինքն այսպես կարող ենք համատել, ինչ որ մի քանդակի նյութը, քարը, դա Հայաստանն է եղել, բայց քանդակագործը եղել է Ֆրանսիան։ Դա լավ է թե վատ։ Ես կարծում եմ իմ դեպքում լավ է։ Դուք այն հիվանդանոցում որտեղ աշխատում եք, ինչ դերակատարություն ունեք։ Ես ալդի վիրաբույժ եմ, բաժանմունքում ավագ վիրաբույժ։ Հաշվել եք քանի վիրահատություն եք արել։ Չեմ հաշվել, սկզբում հաշվում էի, երբ որ սկսել եմ ինքնուրույն վիրահատել, հաշվում էի։ Հետո արդեն քանակներն այնքան շատացան, որ արդեն մոռանում ես հաշիվը, ռեալ։ Մոտավորապես կարելի է պատկերացնել, բայց սխալվելու հավանականությունով։ Սրտաբան, վիրաբույժ սրտաբանը թերևս այն յուրահատուկ մասնագիտություններից է, որտեղ սխալվելը ճակատագրական է լինում։ Եղել են այդպիսի բաներ։ Իհարկե եղել են։ Այսինքն կարելի է փրկել մարդու կյանքը, եթե այս բաները արվեն, բայց չեն արվել, այդպիսի ձախողումներ։ Ես ավելի թերևս բարդ է իրադրությունը նման բանականերում։ Ինքդ քեզ հետ ես հաշվի նստում։ Ինքդ քեզ հետ ես մտածում արդյոք հնարավոր էր այս կամ այն բանն անել, բայց այն պահից սկսած, երբ որ դու դառնում ես վիրաբույժ, երբ որ իրավունք է քեզ ընձեռվում նշտարը վերցնել ինքնուրույն եւ սկսել քո աշխատանքը, այդ պահից սկսած թերևս դու ունես արդեն այն առանձնահատկությունները, որ ուրիշները չէ որ քեզ պիտի տադեն առաջինը, այլ դու ինքդ քեզ պիտի տադես, եթե ունես անհաջողություն։ Եղել են այդպիսիք։ Եղել են։ Ինչ նստվածք է թողել։ Դա նստվածք չի, դա շարունակականություն է անդադ հետդ գալիս է, եւ դա քեզ օգնում է խուսափելու նմանատիպ այլ անհաջողություններից։ Դա կոչվում է փորձ։ Հիմա երբ գալիս եք Հայաստան եւ հանդիպում եք ձեր մասնագիտության հայաստանցի գործընկերներին, բնազդորեն դա կարող է լինել նաեւ համեմատությունը ինչի օգտին է խոսում։ Մենք մեր հնարավորություններով որտեղ ենք Փարիզյան կլինիկայի հետ, եթե համեմատության մեջ ենք։ Ճիշտ ասած, ես կփորձեմ խուսափել համեմատելու անհամեմատելիները, բայց ոչ թե լավի կամ վատի իմաստով, այլ պարզապես անհամեմատելիներ են։ Ասենք Պիկասոյին չհամեմատենք Վելասկեսի հետ։ Հայաստանի սրտային վիրաբուժությունը, թեպետ սրտաբանությունը բուռն զարգացում ապրեց։ Շնորհիվ նոր մանրաշրջկական կենտրոնի, որ ձևավորվեց 90-ականների կեսերին։ Դրա հետ մեկտեղ նաև ուզեինք թե չուզեինք նոր ճառագայթներ ներմուծեցին արևմտյան, որոնք ցույց տվեցին, թե ուրիշ ինչ ուղղություններ կան տարբեր խնդիրների լուծման, եւ դրանք ձևավորվեցին Հայաստանում։ Հարցն այն է, թե ինչքանով ձևավորվեցին օբյեկտիվ իմաստներով, ինչքանով են մատչելի, հասանելի քաղաքացիներին։ Եվ մասամբ էլ ինչքանով են ժամանակակից ստանդարտներին համապատասխանում։ Ինձ թվում է այս իմաստով դեռ բավականին անելիք կա։
Մեր մասնագետները վատը չեն։ Գոնե ես այդպիսի բաներ շատ եմ լսում, երբ գալիս են էլի դրսից մասնագետներ, ասում են դուք հոյակապ մասնագետներ ունեք։ Ձեզ պետք է սարքավորումների արդիականացում, դեղորայքային, չգիտեմ, այդ շերտը պետք է ամրացնել Հայաստանում։ Դա համապատասխանում է ճշմարությանը։ Դա եւ ճիշտ է եւ ճիշտ չի։ Հետևյալն է կարծիքս, որ մասնագետը որպես միայնակ միավոր բժշկության որակի վրա անդրադառնալ չի կարող։ Նամանավանդ բարձր տեխնոլոգիաներ պահանջող բժշկական բնագավառներում պետք է լինի համակարգ բարձր, որակյալ, որը հնարավորություն ընձեռի մասնագետներին մաքսիմումով աշխատելու։ Խնդիրը այստեղ է թաղված, որովհետև բժշկությունը վերջի դա արվեստ է, եւ դուք չեք կարող, իսկ բժիշկը դա արվեստաբան է, արվեստի մշակ է։ Եվ ցանկացած տեղ անկախ ֆինանսական հնարավորություններից երկրի արվեստը չես կարող կաղապարել, նա զարգանում է, բայց պիտի նպաստավոր ընդհանուր միջավայր ձևավորվի, որպեսզի այդ արվեստը ընդարձակվի, գնահատվի եւ դառնա ընդունելի եւ մատչելի ծառայի մարդկանց։ Հայաստանում շատ է տարածված բժշկի համար ասում են ոսկե ձեռքեր ունի։ Հիմա հրաժարվենք այդ մեկնաբանությունից։ Կան Հայաստանում որովհետեւ կան արդեն այնպիսի սարքավորումներ, որոնք փոխարինում են այդ ոսկե ձեռքերին։ Եթե խոսքը գնում է վիրաբույժի մասին, ես դեռ չեմ տեսել մի սարք, որը փոխարինի ոսկե ձեռքերը։ Եվ ես չեմ կարծում, որ երկար ժամանակ ոսկե ձեռքերը կունենան մրցակցություն։ Օրինակ, կան ռոբոտներ, որոնք վիրահատություններ են իրականացնում, բայց միևնույնն է մարդն է դրանց կառավարում։ Բայց չնայած ռոբոտների շարժունակությանը, որ մարդու ձեռքը չի կարող իրականացնել, միևնույնն է կան բնագավառներ, որտեղ ռոբոտները հաջողություն չունեցան։ Զորօրինակ սրտի վիրաբուժությունը։ Լսել եք, երբեմն գալիս են Հայաստան վիրահատվելու, բուժվելու։ Եվ մեծ հպարտություն եմ ապրում դրանից ես։ Այստեղ որ գործոնն է դեր կատարում, ինչու են նախընտրում Հայաստան։ Հայաստան, ես լսել եմ ճիշտ ասած, ստոմատոլոգիական խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Ստոմատոլոգիական, աչքի դեպքեր կան, աչքի վիրահատության, սրտի վիրահատության, շատ տարածված է էժանության թանկության այստեղ մոտեցումը։ Նույն վիրահատությունները Եվրոպայում ավելի թանկ են։ Իհարկե ավելի թանկ են։ Ճիշտ ասած, որ ասացիք մյուս ուղղությունները սրտի կամ աչքի ներկայիս պարագայում չէի լսել, որ գալիս են վիրահատվելու, բայց ստոմատոլոգիական իմաստով, որ միտքս կուզենայի շարունակել, վստահ եմ, որ շատ բարձր որակ կա այստեղ Հայաստանում, եւ տեսել եմ նույնիսկ շատ ընկերներ Ֆրանսիայից, որոնք գալիս են Հայաստան հատուկ բուժվելու նպատակով։ Կարծում եմ, որ գաղտնիքը այդ որակի եւ գնի մեջ է, այսինքն ոչ թանկ եւ որակյալ։ Նույն ստենդը Հայաստանում մի գին ունի, Եվրոպայում մեկ այլ գին։ Տարբերությունը ինչով եք դուք բացատրում։ Մի քանի պատճառներ կան։ Նախ կախված է թե տվյալ հիվանդանոցը ինչքան ստենտ է գնում տարվա կտրվածքով։ Ինչքան շատ ես գնում, այդքան ավելի էժան։ Ումից ես գնում, միջնորդներ կան թե չկան։ Ինչպիսին է պետական ռեգլամենտացիան այդ իմաստով։ Որովհետև ստենտի գինը որոշում է պետության կողմից։ Եվ Եվրոպայի տարբեր երկրներում տարբեր գներ, տարբեր տեղեր, տարբեր գին կարող արժանանալ։ Միևնույն ստենտ։ Միևնույն ստենտ, այո։ Կա լավ ու վատ ստենտ, թանկ ու էժան ստենտ։ Հայաստանում այդ սկզբունքով շատ են առաջնորդվում, երբ դանակը հասնում է ոսկորին, իհարկե բոլորը փորձում են ձգտել թանկ ստենտին, բայց մասնագետների շրջանում կարծես թե այդ մոտեցումը չկա։ Ես շնորհակալ եմ ձեր հարցի համար, դա կարևոր հարց է։ Լավ ու վատ ստենտ գոյություն չունի։ Գոյություն ունեն թանկ եւ էժան ստենտեր, այո, բայց թանկ չի նշանակում լավ է, էժան չի նշանակում վատ է։ Բայց պետք է թանկություն արտարացնելու այդ դեպքում որտեղից է։ Թանկ ստենտերը դրանք խոսում եք այսպես կոչված ակտիվ կամ ծածկույթով ստենտերի մասին, որոնց տեխնոլոգիական բարդությունը ստանալու ստիպում է, որ դա ավելի թանկ լինի։ Թանկ ստենտերի առաջացումը պայմանավորված էր նրանով, այսպես կոչված ծածկույթով ստենտերի առաջացումը նրանով էր պայմանավորված, որ նախկինում մերկ ստենտերը, այսպես կոչված էժան ստենտերը, ունեին բարդությունների որոշակի տոկոս։ Թանկ ստենտերը, որոնք ներմուծեցվին, լաբորատորիաները, հնարողները այդ դեղապատ ստենտերը, իրենք ըստ էության կանխարգելում էին այսպես կոչված ռեստենոզը, այսինքն նորից նեղանալը, նույն հատվածում ստենտի դրված, բայց մի բանի համար վճարում ես, մյուս բանի համար կորցնում ես։ Իրենց դեղապատ լինելն իսկ արդեն դա ռիսկի ֆակտոր է, որովհետև այդ դեղապատ մակերևույթի վրա ձևավորվում է թրոմբոտիկ մասսա, կախված ստենտի ֆունկցիոնալության առանձնահատկությունից։ Եվ երբ որ փորձը բերեց հասցրեց այն բանին, որ
այդքան էլ դա լավ չէր, բանացեա չէր, այդ ակտիվ ստենտերը, թանկ ստենտերը։ Հիմա կոնկրետ Եվրոպայում, կոնկրետ մեր հիվանդանոցի մասին ասեմ, մենք ավելի շատ կիրառում ենք այսպես կոչված ոչ ակտիվ, այսինքն մերկ ստենտերը, ոչ դեղապատ ստենտերը, եթե կուզեք ընկալել ոչ թանկ ստենտերը, որոնք ներկայումս այս նոր սերունդները ունեն գրեթե նույն արժանինքները որակի իմաստով, ինչ որ թանկ ստենտերը, եւ մենք հետ ենք գնում դեպի հին այսպես կոչված մոդելությունները։ Եվրոպացին չի դժգոհում այդ հարցում, թե ինչու եք դուք նախընտրում այդ ստենդները։ Նախ եւ առաջ Եվրոպացու արժեվ դրված չի հարցը, թե իրեն ինչ են դնելու, թանկը թե էժանը։ Նա երբեք այդ հարցը չի տա ձեզ։ Հայաստանյան կլինիկաներում ասում են դուք ո՞րն եք նախընտրում դնել, այս գնի ստենդը, թե այն գնի ստենդը։ Ես ճիշտ ասած կարծում եմ, որ այդ հարցը բժշկի իմաստով սխալ հարց է։ Կներեք, որ այդպես եմ ասում, որովհետեւ հասկանում եմ ինչու է երբեմն այդ հարցը ծագում, բայց ես կարծում եմ, որ եթե մարդուն հարկավոր է այդ թանկարժեք ստենտը դնել, այդ ժամանակ կարելի է հարցնել հաշվի առնելով, որ միգուցե նա ֆինանսական հնարավորություն չունի, հարցնենք, հասկանանք։ Բայց այլ պարագաներում ես դժվարությամբ եմ ընկալում այդ հարցի իմաստը։ Ասենք ոչ շաքարային դիաբետով հիվանդին, որը չունի շաքարային դիաբետ, որը ունի կորոնար անոթների համեմատաբար նորմալ տրամագիծ, իրեն պետք չի դնել թանկ ստենտ։ Իմաստը ո՞րն է հարցնելու ուզում եք, թանկը թե էժանը։ Իմաստը չգիտեք ո՞րն է։ Եթե կոմերցիալ նպատակներ են, ես կարծում եմ բժիշկը պետք է դուրս գա այդ դաշտից։ Կամ զբաղվի կոմերսով, կամ բժշկությամբ։ Դե մեկը առանց մյուսի չի լինում 21-րդ դարում։ Կոմերցիալ նպատակներով բժշկական համակարգում պետք է աշխատեն համապատասխան մասնագետները։ Բժիշկը չպետք է հարցնի, որ ստենտը դնեմ ձեզ։ Պետք է անի այն, ինչ որ պետք է անի։ Իր մասնագիտական բարձունքին կանգնած։ Ինչու են ակտիվացել սիրտանոթային հիվանդությունները, ավելի շուտ երիտասարդացել։ Այո, ճիշտ է։ Հայաստանի վիճակագրությունը այդ մասով այնքան էլ։ Ընդհանրապես բոլոր հիվանդությունները տենդենս ունեն երիտասարդանալու։ Թերևս գաղտնիքը նա է, որ մարդու կյանքի միջին տևողությունը երկարացել է։ Եվ հիմա երիտասարդ հասկացողության մեջ կարող ենք մտցնել նաև 55-60 տարեկան մարդկանց։ Չէ, բայց խոսքը 30-ից 40 տարեկանի մասին է, որը հանկարծ հայտնվում է ինֆարկտի շեմին եւ շատերը զարմանում են, ինչպես կարող է։ Ես վստահ եմ, որ սոցիալական պայմանները բերում են ծերացման մարդկանց, անկախ իրենց օրացուցային տարիքից։ Այսինքն, երբ որ կան լարված սոցիալական պայմաններ մարդու բնակության ապրելու համար, ագամայից, անկախ իր օրացուցային տարիքից նա ծերանում է։ Ըստ էության մենք հայտնաբերում ենք հիվանդություններ օրացուցային տարիքի երիտասարդների մոտ, բայց անատոմիա-ֆիզիոլոգիական իմաստով նրանք արդեն բավականին տուժված օրգաններ ունեն։ Հայաստանում ամեն երկրորդ մահը կապված է սիրտանոթային հիվանդության հետ։ Սա ինչ է հուշում մեզ։ Կամ այս վիճակագրությունը որ երկրի վիճակագրության հետ կարելի է համեմատել։ Ես ճիշտ ասած կարծում եմ բոլոր երկրներում չկա մի երկիր, որտեղ մահացության առաջին տեղը չլինեն սիրտանոթային համակարգի հիվանդությունները։ Դա առաջին տեղն է։ Տասնամյակ ի վեր սիրտանոթային համակարգի հիվանդությունների մահացությունը գրավել է այդ շագիրտներով ասած այդ առաջին տեղը։ Ճիշտ է, որ դուք ժամանակին մեծ հարուստ ադրբեջանցու եք վիրահատել։ Մի քանի ամիս առաջ ես վիրահատել եմ Ադրբեջանի նահանգապետերից մեկին, այո։ Եվ ինչպես է անցել վիրահատությունը։ Դուք գիտեիք ով է հիվանդը։ Չէ, ես մինչև վիրահատելը ճիշտ ասած չգիտեի, քանի որ դեպքը գնում էր շտաբ դեպքի մասին։ Փորձեմ ներկայացնել ինչքան որ բժշկական գաղտնիքը իրավունք ունի ասելու, որովհետև ինքներդ եք հասկանում երևի բահեր կան, որ չեմ կարող պատմել։ Սուր դեպք, հիվանդ, որին հարկավոր է շտաբ վիրահատել, բավականին դրամատիկ կազմակերպվածություն, քանի որ բոլոր վիրահատանները զբաղված էին եւ վիճակի լրջությունը ստիպում էր արագ կողմնորոշվել եւ արագ վիրահատել, եւ ես որոշում կայացրի վիրահատել ռեանիմացիայում։ Մի բան, որը որպես կանոն ծայրահեղ դեպքերում ենք անում։ Այսինքն ժամանակը նեղում էր, պետք է ժամանակը նեղում էր, քանի որ վիրահատարան չունեինք ազատ, բոլոր վիրահատարները զբաղված էին։ Եվ ժամանակը չէր ներում սպասենք, որ վիրահատարան ազատվի, մինչև այդ հիվանդին տանենք վիրահատարանում վիրահատենք։ Հիվանդը վիրահատվեց ռեանիմացիայում։ Ռեանիմացիայում վիրասեղան։ Ինչ տարիքի էր հիվանդը։ 54 տարեկան։ Բավական դժվար էր նրանով, որ մահճակալը միշտ խանգարում է վիրահատելուն։ Դու ավելի շատ ես կքվում, քան վիրասեղանի վիրահատելուց։
Վիրահատությունն անցավ հաջող, հետվիրահատական պերիոդը դժվար էր, քանի որ հիվանդը ունեցել էր կլինիկական մահ բավական երկար ժամանակ տևած, մինչև հաստրել են շտապ օգնությունով, բայց հիվանդը դուրս եկավ վիճակից եւ վերադարձավ Ադրբեջան։ Դուք վիրահատությունից հետո հանդիպել եք, անկասկած։ Ես բնականաբար հանդիպեցի, վիրահատության ժամանակ ես հասկացա, որ բացահայտել եք միմյանց։ Ինձ շատ հետաքրքիր է այդ պահը ինչ զգացողություն է ունեցել։ Այդ պահը իմ մեջ տպավորվել է շատ։ Հարցը նրանումն է, որ Եթե անկեղծ, եթե իմանայիք էլ, էլի նույն գործողություններն եք անելու եւ նույն պարտքն եք։ Միանշանակ, որովհետեւ բժշկությունը սահմաններ ազգեր չի ճանաչում։ Իմիջիալից ինչն էր տարօրինակ, ասեմ ձեզ։ Կոմատոզ վիճակում դերևս հետ վիրահատական, երբ հաճախ այցելում էի ռեանիմացիա, զննում էի հիվանդին։ Եվ այդ պահերին է դորերին էր, որ տեղի էր ունեցել սահմանի վրա հարձակում եւ մեր մի քանի տղաներ զոհվել էին այդ ժամանակ։ Եվ տարօրինակ իրար մեր զգացումներ միևնույն է լինում են որպես մարդ, որպես հայ։ Բայց այդ զգացումների հետ միաժամանակ կար հբարդություն, որ ես կարողացա այս մարդուն օգնել։ Մի հբարդություն անբացատրելի, որովհետև նա ադրբեջանցի էր։ Ես ուրախ էի, որ կարողացա իրան օգնել, լինելով հայ։ Իսկ նա ինչ ցույց տվեց։ Ինչ։ Նա ցույց տվեց, որ մենք ըստ էության բարեկամներ ենք։ Նրա ընտանիքը, երբ որ ես վիրահատությունից հետո մոտեցա բացատրելու ինչի մասն է խոսք, քանի որ վիրահատության կեսից ինձ ասեցին, որ ինքը ադրբեջանցի է։ Կատակով ռեանիմացիայի վարիչը կատակով ասեց։ Եվ հետո ինձ խնդրեց, որ ես մոդենամ զրուցեմ կնոջ հետ եւ զավակների հետ, քանի որ նրանք շատ անհանգստացած էին, քանի որ նրանց ասել էին, որ վիրաբույժը հայ է։ Ես նրանց վերջին հույսը տապալեցի։ Երբ որ ես մոտեցա իրենց, ես հարցրեցի դուք ռուսերեն խոսում եք։ Նրանք սարսափեցին այդ իմ նախադասությունից, որովհետև թերևս ես հասկացա հետո, որ իրենք հույս ունեին, որ ես հայ եմ, ոչ Հայաստանից։ Բայց երբ որ ես ռուսերեն հարցը տվեցի, դուք խոսում եք ռուսերեն, իրենք հասկացան, որ ես հայաստանցի հայ եմ։ Եվ սարսափեցին ճիշտն ասած։ Եվ կնոջ բառերն եմ հիշում, առաջին նա չհասցրեց հարցնել ինձ ինչպես անցավ, նա ասեց. «Բժիշկ, մենք Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ ոչ մի կապ չունենք»։ Դա ծիծաղելի էր ինձ համար։ Դե դա արդեն խոսում է այդ երկրի ներսում տեղի ունեցող հոգեբանական process-ների մասին, արդեն։ Ես չեմ կարող մեր անգամ նահանգապետի ընտանիքում տեսնում եք ուր է հասել այդ։ Գիտեք, նահանգապետ թե հասարակ քաղաքացի երկրում կա այդտեղ մի ավտորիտար ռեժիմ, որը շատ դաժան ռեժիմ է։ Եվ որի պարագայում ես հասկանում եմ, թե ինչու էին այս մարդիկ վախվորած, բայց այնուամենայնիվ փորձում օբյեկտիվ խոսել շատ հարցերի շուրջ, որոնք ես կերադաս էի հիմա չարդահայտել։ Լավ։ Անցնենք առաջ։ Սրտի փոխպատվաստում իրականացրել եք։ Այո, բազմաթիվ անգամ։ Բազմաթիվ անգամ։ Այո։ Որ դեպքերում են գնում այս քայլին։ Ցույցում այն է, երբ որ մենք հասնում ենք սրտային անբավարարության այն աստիճանին, որ այլևս ունեցած հնարավորությունները դեղորայքային կամ վիրաբուժական հնարավորություն չեն ընձեռում հիվանդի կյանքը երկարացնելու։ Այսինքն մարդը տևական ժամանակ ձեր ուշադրության տակ է, բայց գալիս է այդ հանգրվանին, որ պետք է փոխել նրա սիրտը։ Ուրիշ։ Երբեմն գալիս է դանդաղորեն, երբեմն գալիս է հանգարցակիորեն։ Բայց այստեղ ասում են ամենաբարդ իրավիճակներն են աշխարհում ընդհանրապես։ Սիրտը քիչ է, դոնոր սիրտը քիչ է, դոնորները քիչ են, բայց հերթի մեջ կանգնածները շատ։ Այո, այդպես։ Նույնը նաև բոլոր օրգանների իմաստով գրեթե, հատկապես սիրտը, որովհետև սիրտը միակ կենտ օրգանն է ինքը, կամ մի դոնոր, մի ստացողի համար։ Եվ հետո ասում են այստեղ ժամանակը շատ քիչ է։ Ունենք 4 ժամ իշեմիայի, այսինքն այն պահից սկսած, երբ որ վերցվում է սիրտը դոնորից, կա ընդամենը 4 ժամ, որպեսզի նա արդեն տեղադրվի ստացողի մեջ։ Ընդ որում կարող է այդ սիրտը աշխարհի մի այլ ծայրում։ Աշխարհի չի, Ֆրանսիայի մագարտակով է այդ ամենը տեղի ունենում, որովհետև պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ եթե ինքնաթիռով ես թռնում, պետք է հաշվի առնես, որ պետք է գնաս, վերցնես, վերադառնաս, վերցնելու պահից սկսած վերադարձի պահին դու ունես 2-3 ժամ, որպեսզի հասցնես հետո հիվանդանոց, եւ հիվանդանոցում գոնե կարողանաս արդեն առաջին քայլերն անել վերցված սիրտը պաշտպանելու։ Ես մի փոքրիկ բացահայտում եմ ուզում անել, որ Լևոն Խաչատրյանը ծնունդով Գյումրիից է եւ կարծեմ հարազատներ էլ կան Գյումրիում։
Եվ ծնունդով, եւ էությամբ։ Հիմա ինչքանով է Գյումրին պահպանվել ձեր կենսագրությունում եւ այսօր Հայաստանում գալ Երևան եւ չգնալ Գյումրի, կարծում եմ։ Ես եղել եմ Գյումրիում, չի եղել մի դեպք, որ ես գամ Երևան ու չգնամ Գյումրի։ Մոպասանի խոսքերն են, որ ինչ է լինի ուր լինենք, մեր ծննդավայրը անտեսանելի թելերով մեզ տանում է դեպի, կապում է մեր ծննդավայրի հետ։ Չկա մի գյումրեցի, որը չսիրի Գյումրին, որը Հայաստան գալով չգնա Գյումրի։ Օրինակ, ես որ եկա Երևան մի քանի օր առաջ մի հիվանդի հետ կապված հարց եղավ, գյումրեցի էր հիվանդը, որն ապրում էր Վլադիվոստոկում, 8000 կիլոմետր հեռավորության վրա։ Նա եկել էր, ես իրան տեսա, զրուցեցինք, հետազոտություն անցկացվեց, որից հետո որոշում կայացվեց լուծման տեխնիկական հարցերով, եւ ինքը դուրս գրվելուց հետո հիվանդանոցից զանգարեցին, ես գնում եմ Գյումրի։ Դա այնքան հարազատ ու հաճելի էր ինձ։ Եվ վերջում, եթե կարելի է շատ կարծ, կա որևէ դեղատոմս մասնագետի, որ շատ անհրաժեշտ է մարդուն իմանալ, ինչպես խուսափել ինֆարկտից։ Ես թերևս պիտի վերցնեմ ուրեմն այն դեպքում աստծո ֆունկցիաները ին վրա, այդքան խիզախություն չունեմ այդ հարցին պատասխանելու համար։ Կարծում եմ, որ ըստ էության պետք է ժամանակ առ ժամանակ հետազոտվել։ Աչալուրջ, ուշադիր բժիշկների։ Հայերը դա չեն անում։ Հայերը չեն անում։ Հայերը դա չեն անում, քանի որ ոչ միայն հայերը չեն անում, հայաստանցիները։ Բոլոր երկրներում կան այսպիսի ֆատալիստներ։ Բայց ես կարծում եմ, որ կա նաև ուրիշ գործոն, որի պատճառով չեն անում, դա ֆինանսական գործոնն է։ Երբ որ ֆինանսական խաղաղում տեղի ունենա, հանդարտվեն սոցիալական լարվածությունը ֆինանսական իմաստով, ես կարծում եմ, որ շատ ու շատ մարդիկ ավելի հեշտությամբ եւ ավելի ազատ կերպով կդիմեն բժշկական հաստատություններ, կհետազոտվեն եւ կխուսափեն առաջին հայացքից թվացող անխուսափելիից։ Շնորհակալություն այսօր մեր հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, հարցազրույցի տաղավարում Ժորժ Պոմպիդուի անվան Եվրոպական հիվանդանոցի վիրաբույժ սրտաբան Լևոն Խաչատրյանն էր։ Հաջողություն։